Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր փրկիչը, որ օծյալ Տերն է։ Ըստ Ղուկաս ավետարանչի սա մանուկ Հիսուսի ծննդյան առաջին ավետիցն էր, որ տվեց հրեշտակը Բեթխեհեմի դաշտերում իրենց հոտին պահակություն անող հովիվներին։ Հեռու երկրներից եկած մոգերը երկրպագեցին նորածին մանկանը։ Այսօր արդեն 2026-րդ անգամ հնչում է Հիսուսի ծննդյան ավետիսը։ Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն օրը փոխվում է։ Երեկոյան ժամերգությանը հաջորդում է ճրագալույցի պատարագը ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Այս տարի պատարագիչը Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանն էր։ Մայր տաճարը լեցուն էր հավատացյալներով։ Մարդկանց զգալի մասը ստիպված է դրսում մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին։ Հազարավոր հավատացյալներ եկել էին հենց այստեղից համայն հայության հոգևոր կենտրոնից իրենց օջախներ տանելու Հիսուսի ծննդյան բարի ավետիսը, եկեղեցու լույսն ու ջերմությունը։ Ճրագալույցի պատարագով մենք սկսում ենք տոնակատարել Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Պատարագի ժամանակ փառաբանությունը հիմնականում նվիրված է Աստվածամորը, իբրև Աստծո միածին որդուն ծնունդ տվողի։ Ընթերցվում են Հիսուսի ծննդյան դրվագները Ղուկասի և Մատթեոսի ավետարաններից։ 2025-ը փոթորկոտ ու ալեկոծ էր մեր եկեղեցու համար։ Մարդկանց աղոթքները հիմնականում Մայր եկեղեցու անսասանության ու երկրի խաղաղության համար էին։ Միասնական աղոթք հնչեց նաև բանտարկված սրբազանների, տնային կալանքի մեջ գտնվող հոգևորականի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Բաքվի բանտերում գերված մեր հայրենակիցների համար։ Մեր երկիրը բազմաթիվ բաներ տեսավ, ցավեր դրա համար մարդկանց սրտերը մի քիչ կոշտացել է, բայց հուսով եմ այս նոր գալիք տարվա հետ ավելի լավը կլինի, ավելի բարյացկամ կլինի։ Մեզ պետք է համախմբված լինել, պահել այն ամեն ինչ, ինչ որ մեր տված է դարերով, ինչ մեզ տված է հազարամյակներով, ոնց որ մենք գիտենք։ Եթե ինչ որ փոփոխություն են ուզում անեն մարդիկ, պետք է հասկանան, որ հիմք են ոչնչացնում, պետք չի դա ոչնչացնել, դա պետք է պահպանել, բարձրացնել ուղղակի։ Պատմությունը, որ ընդհանուր ուսումնասիրում ես, միշտ ամենանեղ պայմաններին եկեղեցին է համախմբել ժողովրդին, կարացել համախմբված պահի, որպես ազգ, բանակ, կապը միշտ ապահովի։ Ես հույսով եմ, որ եկեղեցին նորից կկարանա համախմբի ամբողջ հայ ազգին։ Սուրբ Ծնունդը հրաշալի առիթ է, որպեսզի մենք վերանորոգվենք հոգով, մտքով ու մարմնով։ Ես շատ կուզեմ, որ այս տարի լինի մարդկային ու քրիստոնեական բանականության տարի։ Մենք շատ տարվեցինք արհեստական բանականությամբ, բայց Քրիստոսի Սուրբ Ծնունդը կոչ է վերադառնալու մարդկային, քրիստոնեական բանականությանը ու վերարժևորելու այդ աստվածային ընծան։ Թող որ Սուրբ Ծնունդը իրապես բերի մեզ հաշտության, ազգային համազգային հաշտության, որպեսի թշնամական խոսքը, մթնոլորտը ուղղակի իջիկ լինի մեր ազգից, մեր պետությունից և հաղթի հայ ժողովրդի համերաշխությունը, հաղթի սերը և վստահ եմ դրանից հետո հայոց գալիք հաղթանակն էլ չի ուշանա։ Իր քարոզում անդրադառնալով հարության խորհրդին Հայկազուն սրբազանը նշեց. 2000 տարվա հեռավորությունից էլ Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերել մարդկանց հոգիները, անսպառ հույս ու հավատն է շնչել քրիստոնյաներին։ Սուրբ Ծննդյան տոնը մեր հոգևոր կյանքը վերանայելու և Տիրոջ հետ վերածնվելու, հոգեպես գեղեցկանալու, Տիրոջ հետ ուխտը նորոգելու գեղեցիկ առիթ է, ասաց սրբազանը, հորդորելով ներկաներին Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսով վերահաստատել հայ առաքելական եկեղեցու հանդեպ սերն ու նվիրվածությունը։ Այս լույսը, որ մենք տանում ենք մեր տուն, այսինքն մենք Քրիստոսից մի ճրագ տանում ենք մեր տուն, մեր օջախ, մեր ընտանիք։ Վերջին 17 տարին ամեն տարի այսօրը ես այստեղ եմ։ Իմ կնոջ հետ միասին եւ երեթե ոչ մի տարի բաց չեմ թողել, երբ որ մտնում ես Մայր տաճար եւ Մայր տաճարի պատերը, այն հոտը, ընդհանուր իր տպավորությունը մի տեսակ հոգի լուսավորում, ներսից ջերմություն ես զգում։ Անկախ ամեն ինչքան հոգնած, բարկացած, հոգսերով լինես, բայց այդ մեջի այդ տպավորությունը քեզ լուսավորում է եւ անկախ քեզ այնպես ճպտում ես, չես կարող այդ բարկություն ամեն ինչը անցնում անմիջապես։ Եկել եմ վերջիացին վեհապար օրհնությունը ստանամ եւ ճրագ տանեմ ստեղից։ Ինձ համար հիմնականում Սուրբ Ծնունդը դա ամենամեծ տոնն է։
ամենամեծ տոնն է։ Ես ցանկանում եմ մեր ազգին ամենակարևոր առողջություն, խաղաղություն, որ չեմ անում, ժողովուրդը ընդհանրապես խաղաղ ժամանակահատված ապրեն, էլ վիշ չունենան, ոչ մի ցավ չունենան, առողջ ու լավ տարի լինի։ Ու ցանկանում եմ, որ միշտ մեր եկեղեցին ոնց սենց հզոր եղել է, միշտ սենց հզոր մնա, որովհետև եկեղեցին մեր համար, մեր հայ ազգի համար ամենակարևոր հանգույցն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը։ Պատարագի ավարտին վեհափառ հայրապետը տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցեց մայրաթոռիմյաբաններին ու ներկաներին։ Հայրապետական թափորը շարժվեց դեպի մոմավառության սրահ եւ կաթողիկոսական դամբարան, միացնայեց Սուրբ Սեղանի կենարար լույսը այնտեղից փոխանցելու հավատացյալներին։ Մայրտաճարի բակում մեծ հերթ էր գոյացել։ Մարդիկ շրջապատել էին հայոց հայրապետին նրա օրհնությունը ստանալու ու մեկ անգամ եւս լսելու Սուրբ Ծննդյան ավետիսը։ Հայոց հովվապետը վառեց հույսի, հավատի եւ սիրո ճրագը, որ հավատացյալները փոխանցեցին ձեռքից ձեռք եւ իրենց տներ տարան Բեթղեհեմյան աստղի լույսով լուսավորելու իրենց ընտանեկան հարկերը։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։